Հարգելի գործընկերներ, այս տարի աշխարհը նշում է ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի 80-ամյակը։ Հաղթանակ, որը դարձավ համամարտկային դիմակայության արդյունք եւ արժեքային ընտրություն։ Հայ ժողովուրդը այդ պայքարի առաջնորդում էր իր որդիների եւ դուստրերի, իր պետական ու ազգային համոզմունքով։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ավելի քան 600,000 հայեր մասնակցել են պատերազմին։ Մենք տվել ենք 60 հայազգի գեներալ եւ մարշալ, իսկ 117 հայորդի արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման։ Սա ոչ միայն ազգի մասնակցությունն էր զինվորական առումով, այլ քաղաքական դիրքորոշում, հանուն ճշմարտության, արդարության եւ ազատության։ Այսօր, երբ աշխարհի ռազմաքաղաքական առանցքներն էական վերափոխումների փուլում են, առավել ակնհայտ է դառնում, որ մեր պապերն ու նախապապերը կռվել են հանուն այն բազմաբևեռ աշխարհի, որը վերջապես սկսել է ձևավորվել իրականության մեջ։ Այն աշխարհի, որտեղ գերակշռում է ոչ թե ուժի իրավունքը, այլ ժողովուրդների արժանապատվությունը եւ ինքնությունը պահպանելու իրավունքը, մշակույթների բազմազանությունն ու փոխհարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները։ Հայաստանի երիտասարդությունն իրեն համարում է ոչ միայն հաղթանակի սերունդ, այլ նաև նրա գաղափարների կրողը այսօրվա աշխարհակաղակական մարտահրավերների պայմաններում։ Մեր պատասխանատվությունն է պահպանել այդ հաղթանակի պատմական խորհուրդը եւ զարգացնել այն իբրև ռազմավարական մտածողություն, ուղղված մեր պետականության ամրապնդմանը, ազգային ինքնության պահպանմանը եւ մեր երկրի արժանապատիվ ներկայությանը նոր ձևավորվող աշխարհակարգում։ Հավերժ փառք մեր հերոսներին, հարգանք նրանց կատարած առաքելությանը եւ հաստատակամություն հաղթանակի արժեքներն այսօրվա քաղաքական իրականության մեջ վերաիմաստավորելու գործում։ Որպես հետգերություն, հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար, շատ կարևորում ենք նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հայ հասարակության քաղաքական տարբեր ներկայացուցիչների ներգրավվածությունը այս գործընթացում, որովհետև սա մեր ազգի հաղթանակն է նաև եւ այս ուրացման գործընթացը, որ այսօրվա իշխանությունները իրականացնում են բոլոր ուղղություններով, մենք պետք է բարձրաձայնենք եւ միասնական լինենք այս մեր իրական պատմության եւ թույլ չտանք, որպեսզի խեղաթյուրվի մեր պատմությունը, նաև ես